Ողջույն բոլորիդ, սիրելի ժողովուրդ, ասեցի մի փոքրիկ հայտարարություն անեմ, ուրեմն համացանցում հայտնվեց շատ հետաքրքիր ձայնագրություն, սկզբնաղբյուրը Telegram կանալն էր, ես հրապարակեցի իմեջի վրա և տարածեցի Facebook-ի միջոցով, այնտեղ ասված է մասնավորապես այն մասին, ինչպես է Կտրիչ Ներսիսյանը կազմակերպում և հավաքագրում ուրեմն մասնակիցներին Փաշինյանի և մեր կառավարության դեմ անելու համար ուրեմն այս միջոցառումները, ցույցերը, որպեսզի խառնակցությամբ խառն ու շփոթ ստեղծեն երկրի մեջ։ Իրենց աթոռը իրենց այդ կեղտերի, իր գործակատարների, ոչ մենակ որտեղ այնտեղ կտրիչն է, նաև իր գործակատարներն են իրենց աթոռը պահելու համար, իրենց դիրքում մնալու համար։ Ավասիկ խնդրում եմ հետևեցեք և ուշադիր նայեցեք այդ տեսանյութը, որը իմեջում է դրված և խնդրում եմ տարածեցեք։ Դա շատ կարևոր է, թող ժողովուրդը իմանա, թե այս կեղտերը ինչով են զբաղվում, սա փաստեր են, որի հայտ են գալիս, ամեն ասոր իրենց դիմակը, ոնց որ ասած, պատրվում է։ Ես վաղուց եմ պատրել, դուք շատ լավ գիտեք, որ ես դա ասել եմ երկար տարիներ։ Ամեն ասոր, օրեր շարունակ ես կրկնել եմ նույն բաները, այսինքն ոչ թե փաստերը նոր են եղել, բայց նյութն է եղել նույնը, նյութը եղել է նույնը։ Բայց այսօր իմ ասածները լրիվ այլ միջոցներով վերահաստատվում են և ավելին, ոչ թե միայն վերահաստատվում են, նույնիսկ իմ ասածներից էլ ավելի խորն են արմատները այդ չարության, այդ սադանայություն, այսինքն ես ինչ-որ տեղափոխվել եմ իրավական դաշտ, որտեղ գործը ես եմ սկսած և համապատասխան դիմումներով, որը ներկայացված են իմ կողմից եղել պատկան մարմիններին, հավասիկ սրանք բավարար չեն, նույնիսկ, որ ինչքան կարող են այսօր ի հայտ բերել այդ տականքների ուրեմն սև և մութ գործերը։ Հիմա թող տեսնենք տակից ոնց են դուրս գալու։ Հավասիկ խնդրում եմ ուշադիր նայեցեք տեսանյութը, իմեջում դրված ձայնագրությունը և հավասիկ այդ ձայնագրությունը տարածեցեք համացանցով։ Շնորհակալություն։ Ալո։ Աստվածօգնական Սրբազան ջան։ Լավ էլ ջան ես ասում, այդ տղա այսուր ես։ Բավ ես ձեզ երբ ջան չեմ ասել Սրբազան։ Չէ, ասում եմ, լավ էլ ջան ես ասում։ Հա, ոնց ես։ Լավ, փառք Աստծո, դուք ոնց եք Սրբազան ջան։ Ես բանը ասեմ քեզ, քեզնից նեղացած եմ։ Ինչի Սրբազանս։ Որովհետև բանը Մուշեղ Սրբազանը քեզ ասել էր, որ հանդիպենք, ես ինքը ու դու մերժել ես։ Սրբազանս, եթե հանդիպենք, երբ ասեք, ես ձեզ կհանդիպեմ, բայց եթե դա պաշտոնական մակարդակի պիտի լինի, այսինքն Սրբազան ջան, ուղիղ ասեմ, որ իմ կյանքի ոչ մի որոշման տակ դուք չեք ստորագրել։ Ես կարամ ոնց որ իմ ընկերոջ հետ կամ տան հարազատի հետ քննարկեմ, այնպես կարամ ձեր հետ քննարկեմ։ Բայց եթե պաշտոնական մակարդակի պիտի լինի, կամ ինչ քննարկեմ Սրբազան ջան։ Երբ որ դուք իմ հետ որևէ ծառայության կոնտակտ, բան չեք ունեցել, այսինքն դուք որոշումներ չեք կայացրել, դուք տնօրինություն չեք արել, ես ձեր մոտ չեմ ծառայել, կամ այդպես մի քիչ Չէ, հարցը նախ մի կողմից մտերմությունն է, որ չի կարող ասելիք չունենաս, երկրորդը գիտես նաև ի պաշտոնել ես հիմա թե կարգապահականի ատենապետն եմ, թե վանականի ատենապետն եմ, հարցեր կան, որոնք հիմա կարգապահական, հիմա ասենք վաղը դնում ենք քննելու քո հարցը։ Ես կարգապահական հարց չեմ ունեցել, ես դիմում եմ։ Չէ, մի րոպե, կարգապահական հանձնախումբը այդ ինչի որ կարգապահական հարց կա։ Բայց եթե որևէ մեկը դիմում է նույն
Բանի մենք ուզում ենք հանդիպել, իմանանք պատճառը, գուցեև կարելի է չեղարկել այդ որոշումը։ Պատճառը սրբազան է։ Ուրեմն բեսպրեդելությունն է, բեսպրեդել որոշումներ կայացնելն է։ X պահի ուղղակի ասել, որ ես ասենք եմ ուզում դա իմ իրավունքը եւ իմ իրավունքը իրացնեմ, մեկ սա, այսինքն ինչ է նշանակում ուզած պահի, ուզած նշանակում անել եւ ասել ատենց է։ Եթե ինչ է մատուր նշանակվել։ Ես Վանաձորում մատուր եմ նշանակվել։ Դուք գիտեք, Սեպուս Սրբազանի թաղմանը գնացել եք։ Այդ բակի Սուրբ Սարգիս մատուրն եմ նշանակվել։ Այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Չեմ ասում։ Ինչի՞ համար։ Երկրորդ, կաթոլիկոսը ինձ ասում է, ընտանիքի անդամներին ինչի՞ չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Նիկոլի հերն էլ շուն դառնա։ Նիկոլը հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթոլիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ Ֆալանի Ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ-որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Փառք Աստծո, որ չգիտեմ մեղքի դեմ պայքարել։ Եղավ բալես, հիմա նայիր տես, դու կարող ես ամենայն դեպս միտքդ փոխես, չանես այդ բանը։ Իմ դիմումը սրբազան է, ո՞ւմ է ուղղված։ Ինչ։ Կաթոլիկոսին։ Հա, չէ, ես եմ քեզ հետ խոսում հիմա։ Ահա, սրբազան ջան, ինչի ինքը։ Եվ գիտես, ես որևէ մեկի կողմից լիազորբանով չեմ, ուղղորդությամբ չեմ խոսում, ինքը։ Ձեր անձի նկատմամբ հարգանքը իմ կողմից այնքան է, որ դուք ում կողմից ուզում եք խոսացեք, ես ձեր հետ լիարժեք։ Չէ, բալես, գիտես, ես իմ կողմից եմ խոսում ու ես չէի ուզի, որ դու վերջնական այդ որոշումը կայացնես։ Ես ընտանեկան կարգավիճակի հարց ունեմ։ Ինձ 200 կիլոմետր իմ տնից հեռու նշանակում են։ Եթե ես իմանամ դրանից հայ եկեղեցին պրգվելու է, ես սիրով 2000 կիլոմետր էլ կգնամ հեռու։ Բայց եթե ես իմ մորը եւ ընտանիքի պիտի թողնեմ եւ գնամ Վանաձորում ապրեմ զուտ նրա համար, որ մի մարդ այտենց է ուզում եւ իմ կյանքում դիսկոմֆորտ է ուզում, ես չեմ ուզում։ Ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը իմ կյանքում։ Ես ծառայում էի եւ լավ էի ծառայում։ Շատ լավ էի ծառայում։ Ինչի համար են ինձ տեղափոխում։ Դրանից հայ եկեղեցին, եթե ես օրինակ Թեղենիքում կամ Մայրաթորում կամ Ֆլանում ծառայի, Երևանում ծառայի, դա հայ Պողոսը Երևանում ծառայում է։ Այդ ո՞նց է, ինքն էլ է հայսուկ, ես էլ եմ հայսուկ։ Մի օր թող ասեին Հարսուկ ջան, ընտանեկան կարգավիճակում ես, այդ ընտանիքի դու ես պահում, ֆինանսապես դու ես օգնում։ Այդ որ քեզ անընդհատ ճնշում ենք, դա ճիշտ չի։ Դա ճիշտ վերաբերմունք չի։ Թող նշանակեն Երևան։ Ինչի՞ չեն նշանակում։ Այսինքն Կոտայք 500 հոգանոց 500 գյուղացի ուներ այդ գյուղը։ Թեղենիքը 500 հոգանոց գյուղ էր։ Այդ էլ եթե ինչ չի տրվում, ուրեմն շնորհքով արդեն դուրս արի եկեղեց։ Եթե այդ էլ այն համար շատ։ Իմ համար կոմֆորտ էր ընկանում, որ ես իմ ընտանիքին մոտ էի։ Հասկանում եմ, չէ, հասկանում եմ։ Իմ մայրը մենակ է, ոնց պիտի լինի։ Ինչի համար ենք մենք ընտանիքով ինչի համար այդ դրա միջով պիտի անցնենք, ինչա թե մի հոգի նստած այնպես որոշում է կայացում, որ դիտավորյալ դիսկոմֆորտ լինի։ Դիսկոմֆորտ, ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը։ Լավ, այսինքն որոշումը լրիվ վերջնական է։ Իմ դիմումը ուղղված է կաթոլիկոսին։ Կաթոլիկոսը խուսափում է, ինքը ինձ կանչի եւ խոսի։ Հա։ Ինքն է որոշումներ կայացրել, ինքը թող կանչի խոսի։ Որովհետեւ ինձ ասելիքներ ունեմ։ Եղավ։ Ամեն պարագային ես ուզեցի հետդ խոսեմ, տեսնեմ կարելի է ամենայն դեպս այս պայմաններով ոչ առաջինն եմ եւ ոչ էլ վերջինը ցավոք։ Ես ուղղակի գիտես շատ ցավում եմ։ Իմ համար էլ է ցավալի, բայց ես թույլ չեմ տա։ Գոտկատեղից ներքև ճիշտ չի իջնել եւ սկսել ինչ-որ հանձնարարություններ տալ։ Հարցեր կա, որոնց սահմանը պետք չի անցնել։ Ինչ է նշանակում մորդ վեցուր գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառը, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Այդտեղ են զոհված ինքը վիշտը սիրտը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթոլիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Ոնց են մորից քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Եղավ, դե կխոսենք էլի։ Շնորհակալություն։ Եղավ, բալես։ Եղավ։ Հա։
Ալո, հա։ Ալո, հալո, Աղան լսում եք։ այո, Հայր աղանին վաղը կանչենք։ ում, Աղանին։ չի գա։ Չգիտեմ չի գա, բայց հա, ես ուղղակի հարցնում եմ, հետո բան չլինի։ Իսկ Թիլիկյանին Ես խոսել եմ հետը, չի գա։ Թիլիկյանին կանչեք կուզես, թող գա մի հատ։ թող update անի իր վիճակը։ Լավ, Աղանին պետք Աղանին չի, չէ։ խոսել եմ, վաղը կասեն ինչ է։ այդ Գրիգոր Հովսեփյանին էլ չի կանչել է։ Իրանք համաձայնվել են, ասում եմ, ես իմ իմացածով դուք Մուշերտազան ինքը վեհիմոտ համաձայնվել Արմավիրի թեմ։ Հա, ասեց ինձ էլ բան արեք, տեսեք կամ Արմավիր կամ Կոտայք տեսքան։ Դրա վատը հա, բայց վատենա որ բան չունենք, սպասան չկա, էլի ինքը մնում օթի մեջ է, այսինքն մեր ժամանակ չի երևում, որ ինքը թեմա։ Կամ դիմա տնօրինություն սարքենք, որոշենք, կամ տեսնենք, էլի ոնց է բան։ Դա էլ ես հիմա որոշում ինքը պիտի այդ բաներն անում։ Ինքով։ Վեհով։ Հա, դե ինքն էլ չի անում, իտոգում ով է մեղավոր, մնում ես։ Չէ, դու ինչ ես մեղավոր։ Մեղավորը մի ես եմ։ Հա։ Կիսենք, լավ, 50-50 կիսենք։ Մեղավորը մի ես եմ։ Եղա,